Սիրելի բարեկամներ, ամփոփում ենք օրը, այսօր եղանք Արմավիրի եւ Արարատի մարզերում, շփվեցինք մեր քաղաքացիների հետ եւ նաեւ մեր պատվիրակների կուսակցական, որոնք մեզ ընտրելու են առաջի 50-յակին եւս մեկ անգամ ձևավորելով դրա հերթականությունը ազգային ժողովի ցուցակի համար։ Բայց մի դեպքի մասին եմ ուզում խոսել, որ այսպես ասած ցնցել է համացանցը, երբ որ մի քաղաքացի թույլ չտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին մտնել իր խանութ։ Առաջին հերթին շատ տարօրինակ էր, որտեղ դրանից ուղիղ մի 30 վայրկյան առաջ ես էի մտել այդ խանութ եւ կարծես թե տենց հերոսանալու ցանկություններ չտեսա որևէ մեկի կողմից, շփվեցինք նորմալ իրար հետ, հաց էին ուտում, բարի ախորժակ մաղթեցի։ Բայց հետո վարչապետի հետ այդ դեպքը եղավ եւ ես ուզում եմ մեր քաղաքացիներին հարցնել. ինչ կլիներ, եթե դա լիներ ոչ թե Նիկոլ Փաշինյան, այլ ձեզ հայտնի մեր երկրի նախկին կամ ապագա այսպես ղեկավարները, հա, ինչ կլիներ այդ քաղաքացու հետ։ Պատասխանեք ինքներդ այդ հարցին եւ գնահատեք այն ժողովրդավարությունը եւ այն արժեքները, որ մենք բերել ենք ժողովրդի հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետություն, որտեղ որ յուրաքանչյուր քաղաքացի թեկուզ եւ մեր համար տհաճ ունի իր ասելիքի եւ խոսքի իրավունքը եւ դա պետք է պաշտպանված լինի հենց մեր իսկ կողմից։ Այս արժեքներն ենք մենք ուզում պաշտպանել Հայաստանի Հանրապետություն եւ ոչ թե այն օլիգարխիկ արժեքները, որոնք որ եղել են եւ մի շարք օլիգարխներ ուզում են վերադարձնել Հայաստան, ձևավորելով տարատեսակ ինչ-որ հետաքրքիր անուններով դաշինքներ եւ հիշեցնելով, որ ոչ մի ձայն չպետք է տանք այդ օլիգարխներին, զրո ձայն օլիգարխներին, որպեսզի նրանք վաղը այդ արժեքները, ժողովրդավարական արժեքները հանկարծ հետ չպտտեն եւ չդարձնեն Հայաստանը ֆեոդալական երկիր, ինչքան էլ որ մեր համար այս պահին թեկուզ եւ կարող է դա տհաճ միջադեպ լինել։ Էնպես որ լավ եղեք, վաղը շարունակելու ենք եւս 2 մարզ, չեմ ասի որ մարզեր, միանգամից այդ մարզերից կմիանանք։ Բարի գիշեր։